Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է եւ կարեւոր։ Այդ քննարկումները եւ շարժումները նաեւ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում լինում են, խոսք է գնում ուրացման, մեծ եղերնը ուրանալու կամ մոռանալու մասին, կամ ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում եւ հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Վարչապետը վստահեցրել է, սա չի նշանակում հայոց ցեղասպանությունը ուրանալ, բայց մեզ պետք է խաղաղություն եւ լավ հարաբերություն մեր անմիջական հարևանների հետ։ Ըստ նրա, ներկայում պետք է առաջին հերթին մտածել տարածաշրջանային խաղաղության մասին։ Վարչապետը չի թաքցրել միջին վիճակագրական ընկալումը մեր հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Ենթադրվում է, որ նույնն էլ Թուրքիայում է, բայց հիմա այդ ընկալումը փոխելու պատմական հնարավորություն կա, որին պատրաստ է Փաշինյանը։ Ըստ նրա, այս առումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։ Արդեն իսկ Հայաստանի եւ Թուրքիայի միջև կա շատ ուղիղ երկխոսություն, դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ։ Ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր։ Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին հարցին, ըստ որի խաղաղության խաչմերուկ նախագիծն արդյոք այլընտրանք է Զանգեզուրի միջանցքին, թե Փաշինյանի ընդհանուր տարածաշրջանային մոտեցումն է արտացոլում, վարչապետը հայտարարել է. Մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսը ամբողջությամբ փակ են։ Եվ այս փաստը ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է եւ ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Վարչապետի խոսքով երբեմն հղում է արվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որում միջանցք արտահայտությունն ընդհանրապես չկա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման եւ վերադարձի մասին, բայց մինչեւ հիմա այդ խնդիրը լուծված չէ։ Ավելին, խնդիրն ավելի է սրվում Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությունների բերումով, որոնք ոչ միայն բեմականացված են, այլև կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, առնվազն 23 գերիներ, պատանդներ եւ այլ պահվող անձինք կան Ադրբեջանում։ Հայաստանի կառավարությունն անում է հնարավորը նրանց հետ վերադարձնելու համար, բայց Ադրբեջանն այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ եւ նպատակներով։ Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակապար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին, Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո ընդհակառակը փախստականների թիվը մեծացել է եւ տեղի է ունեցել բռնի տեղահանում եւ այլն եւ այսպես շարունակ, բայց ես նկատի ունեմ դա լավ մոտեցում չէ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական։ Հայաստանի վարչապետը ասել է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին օրակարգ չկա։ Այն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մասին է, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար պետք է բացեն հաղորդակցուղիները։ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա եւ երկաթուղային կապը անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն Նախճեվանի ինքնավար հանրապետության տարածքով։ Այսինքն սա ենթադրում է եւ հետեւաբար մենք ասում ենք, որ պատրաստ ենք իհարկե ապահովել երկաթուղային կապը եւ ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաեւ Հայաստանի մասնավորապես Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար։
Ընդ որում սա ենթադրում է ավտոմոբիլային տրանսպորտային կապի ստեղծում, այդ թվում Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով կարող է կապվել Իրանի, Ռուսաստանի հետ։ Իհարկե այս պարագայում նաեւ ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում եւ այլն։ Երևանի համար հասկանալի չէ, ինչու Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին եւ ընդհակառակը փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախճեվան։ Այո, պատրաստ է։ Եվ նույնը ակնկալում ենք նաև, որ նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Փաշինյանը բոլորովին էլ համաձայն չէ ձևակերպումների հետ, ըստ որոնց հայ-ադրբեջանական խաղաղությունը տեսանելի չէ։ Նա նշել է, որ արևմտյան Ադրբեջանի մասին առկա խոսույթն է, որ խաթարում է գործընթացի առաջընթացին։ Պնդել, Հայաստանում արևմտյան Ադրբեջան չկա։ Նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60-ից 70%-ն անվանում են արևմտյան Ադրբեջան, ասել է վարչապետն ու հավելել. Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ եւ հետեւաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։